Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ հիմա անում է այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել էինք։ Լավ է անում արդյոք։ Իհարկե ոչ։ Եվ քիչ անց կասեմ, թե ինչու։ Բայց որքանով է ճիշտ վարվում Հայաստանի ղեկավարությունը։ Բազմիցս ասել ենք, որ Հայաստանի ղեկավարությունը վարում է չափազանց սխալ, անհեռատես քաղաքականություն, բայց ամեն ինչ հերթով։ Ինչու է Ռուսաստանը վատ վարվում։ Տեսեք, սահմանափակումները մցրել հայկական գյուղմթերքի ներմուծման առումով։ Այստեղ հարց է առաջանում. Հայաստանը դեռևս Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է եւ անդամ պետությունների միջև չպետք է լինեն տնտեսական արգելափակումներ արհեստական։ Հիմա ինչ է ստացվում, մինչև այդ հայկական ապրանքները նորմալ էին, սանիտարական նորմերին համապատասխանում էին, մեկ էլ մի օր սկսեցին չհամապատասխանել։ Ինչպես է այդպես լինում։ Եվ եթե պարզվի, որ օրինակ հայտարարվեց Փաշինյանի կողմից, որ այդ ապրանքները ուղարկվելու են Եվրոպա եւ ինքը իբր դրանք սուբսիդավորելու է։ Եվ ելի եմ ասում, բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը, վարդա կտամ, էնա, բայց այս ամեն ինչի արդյունքում Հայաստանի բիբարի արտադրությունն էլ աճելու, արտահանումն էլ աճելու։ Եվ դրա համար վճարելու է, որպեսզի մարդիկ չտուժեն, բայց որտեղից է վճարելու, պետական բյուջեից, որ գրպանից չի վճարելու։ Այսինքն ստացվում է, որ այլ քաղաքացիների հաշվին սուբսիդավորելու է մյուս քաղաքացիներին։ Եվ արդյունքում, բայց Հայաստանը տուժվելու է, որովհետև ինքը իր, այսինքն արտահանման համար, դուք պատկերացրեք, դուք ձեր ապրանքը վաճառելու համար ինքներդ ձեզ վճարեք։ Աբսուրդ է դա։ Բայց այստեղ հարցը ուրիշ է, եթե այդ ապրանքները գյուղմթերքը Եվրոպա արտահանվում են, որտեղ ֆիտոսանիտարական նորմերը շատ ավելի խիստ են, եվրոպական չափանիշները ավելի խիստ են, ստացվում է, որ Ռուսաստանը արհեստականորեն առանց հիմնավորման մցրել է սահմանափակումներից, դա ԵԱՏՄ-ի նորմերի խախտում է։ Ինչ պետք է անի Հայաստանի ղեկավարը։ Ղեկավարությունը պետք է դատի տա Ռուսաստանին ԵԱՏՄ-ի դատարանում, որ նա քաղաքական ինչ-ինչ կամ ցանկացած այլ անհիմն պայմաններով սահմանափակումները մցրել հայկական ապրանքների նկատմամբ։ Պետք է էքսպերտիզա անցկացվի այդ ապրանքների ապացուցելու համար, թե դրանք ինչով են խախտել ԵԱՏՄ-ի կամ Ռուսաստանի նորմերը։ Եվ եթե ապացուցվի, որ իսկապես խախտել են, ուրեմն մենք իրավունք չունենք Ռուսաստանին ոչնչում մեղադրել։ Բայց բոլորս հասկանում ենք, որ երբ Ռուսաստանը այլ երկրների նկատմամբ ինչ-որ խնդիրներ է ունենում, նա հանկարծ սկսում է սահմանափակել նրանց ապրանքները։ Օրինակ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռ եւ սահմանափակվեցին թուրքական պամիդորների մուտքը։ Ռուսաստանը սովոր է այդպես պատասխանել, հասկացնելով ինչ-որ մի բան։ Սա քաղաքականություն է, սա տնտեսություն չէ, մենք այո դա հասկանում ենք։ Բայց ես հարց եմ տալիս Հայաստանի ղեկավարության եւ անձամբ Փաշինյանին։ Քո քայլերի արդյունքում մենք գիտենք, որ այսպես կարող է լինել։ Ռուսաստանը կարող է նույնիսկ շատ ավելի վատ վարվել։ Եվ այստեղ անկախատեսելի ոչինչ չկա։ Դու արդյոք կարող ես Եվրամիությունից դրան կոմպենսացիա ապահովել։ Այն վնասները, որ Հայաստանը հիմա կրելու է, կարող է Եվրամիությունը դա կոմպենսացնել։ Եթե կարող է, նշանակում է քո եվրոպական կուրսը ինչ որտեղ արդարացված է։ Բայց եթե Եվրամիությունը այս պայմաններում մեզ թողնի մենակ, եւ դու ինքդ քո պետական բյուջեից, այսինքն քաղաքացիների գրպանից փոխհատուցես այն վնասները, որ հիմա կրում ես, նշանակում է դու հերթական անգամ Հայաստանի հայ ժողովրդին բերում ես փորձանքներ։ Կլինի դու այլևս չզբաղվես քաղաքականությամբ եւ գան քաղաքականությամբ զբաղվեն մարդիկ, ովքեր գիտեն ինչպես հարաբերվեն Ռուսաստանի հետ եւ ինչպես հարաբերություններ կառուցեն Եվրամիության հետ։ Այդպես էլ եվրոպական հերանեկարը եւ եվրոպական ինտեգրացիան գցելու ես ոտքիդ, արդյունքում ստանալով միայն վնասներ, սահմանափակումներ, նորանոր կորուստներ եւ փոխարենը չստանալով ոչ մի երաշխիք, ոչ մի ապահովություն, ոչ մի օգուտներ։ Նիկոլ Փաշինյանը նժարների վրա ցույց է տալիս, թե որն է իր վարած քաղաքականությունը։ Նա իրականում Ժողովուրդ ջան, ձեզ ասում է, որ Եվրոպա գնալու միտք էլ չունի։ Նա ասում է, որ հավասարակշռման եւ հավասարակշռված քաղաքականություն է վարում։ Եվ Հայաստանին պատկերացնում է մի գնդակ, որը դրել է նժարի վրա, ցույց տալով, որ ինքը հավասար հարաբերություններ ունի մյուսների հետ։ Բայց նա մոռանում է կամ նա այնքան ինքնավստահ է, որ չի հասկանում, որ Հայաստանը չի կարող լինել նժարի վերևում։ Հայաստանը ընդհանրապես այդ նժարի փոքրիկ մի ծանրություն է նժարներից մեկի վրա։ Այդ վերևում կանգնած նժարի վրա դրված այդ գնդիկը, դա հենց Ռուսաստանն է իր կշեռքի հատվածներով, Եվրամիությունն է իր նժարներով, Միացյալ Նահանգներն է Չինաստանն է։ Հայաստանը ոչ թե նժարի վերևում է, այլ նժարներից մեկի վրա։ Դու չես կարող միաժամանակ լինել մյուս կշեռքի վրա եւ մյուս կշեռքի հետ լինել նույն հարաբերությունների մեջ։
Բալանսավորված քաղաքականությունը նա է, որ դու ոչ մի նժարի վրա չես եւ ոչ մի կշարքի վրա չես։ Դու դուրս ես դրանից, դու առանձին մի կշարք ես եւ ոչ ԵԱՏՄ-ում ես, ոչ Եվրամիությունում ես, հավասար լավ հարաբերություններ ունես նրանցից յուրաքանչյուրի հետ։ Օրինակ Ադրբեջանը այդպիսի պետություն է։ Ադրբեջանը ոչ ԵԱՏՄ-ում է, ոչ էլ Եվրամիությունում է, բայց Եվրամիության հետ ունի խորը տնտեսական հարաբերություններ ավելի քան Հայաստանը, լինելով դիկտատորական երկիր, եւ միաժամանակ ունի Ռուսաստանի հետ ռազմավարական եւ տնտեսական լուրջ խորացված հարաբերություններ։ Այսօր Ռուսաստան-Ադրբեջանի միջոցով է գազը արտահանում Եվրոպա։ Եվ ձեզ մի բան ասեմ, որ եթե հանկարծ Ռուսաստանը ավելի խիստ միջոցների դիմի, օրինակ թանկացնի գազը կամ նույնիսկ արգելի, Հայաստանը եթե հանկարծ Իրանից խնդրեմ է, որովհետև Ամերիկա այդ պատերազմի մեջ է, եթե հանկարծ որոշի Ադրբեջանից բերել մտածելով այլընտրանք է, ախր Եվրոպան ինքը Ադրբեջանից վերցնում է ռուսական գազ։ Արդյունքում այդպես է ստացվում։ Կամ վերցնում է ադրբեջանական սվոփային գործարքներ են դրանք։ Այսինքն Ադրբեջանը Ռուսաստանից վերցնում է գազ իր կարիքների համար եւ արտահանում է Թուրքիա, բուն ադրբեջանական գազը արտահանում է Եվրոպա։ Դա կարողանում է անել, որովհետեւ իր կարիքների եւ մյուս երկրների, որոնք ԵՄ անդամ չեն, արտահանում է ռուսական գազ։ Ստացվում է, որ մենք Ադրբեջանին որպես միջնորդ հավելել վճարելու ենք, որ հետագայում նորից ստանանք ռուսական գազ, որովհետեւ այլ ենթակառուցվածքներ չկան, բոլոր խողովակաշարերը ռուսական են եւ զրոյից Ադրբեջանը մեր համար հաստատ չի կառուցելու։ Եթե դուք Ամերիկայից Եվրամիությունից բերեք երաշխիքներ եւ հենց այսօր սկսեք շինարարություն գազամուղների, ես կասեմ, որ ինչ-որ պրոցես է սկսել, որ կարող եք օրինակ ռուսական գազից հրաժարվել կամ թանկ գազից չվախենալ, այսպես ասած։ Բայց նման հեռանկար չկա, ոչ ոք այստեղ այդպիսի ներդրումներ չի պատրաստվում անել։ Դրանք ընդհանրապես կենացային մակարդակներ են։ Հետևաբար, որքան էլ հիմքեր ունենանք Ռուսաստանին մեղադրելու, միակողմանի տնտեսական եւ քաղաքական շանտաժի եւ Հայաստանի նման բարեկամ ժողովրդին դնելով նման անհարմար եւ ստորացուցիչ վիճակի մեջ, մենք այդ հիմքերն ունենք նրան ներկայացնելու եւ մեղադրելու, միաժամանակ մենք պետք է հաշվի նստենք իրականության հետ։ Այնպես չէ, որ մնացած գերտերությունները այդպես բարի փերիներ են եւ հրեշտակներ, որոնք մտածում են փոքր պետությունների բարեկեցության մասին։ Բոլորը ցանկանում են ստանալ իրենց փայաբաժին օգուտը։ Եվ այստեղ է, որ պետք է կանգնեցնել Փաշինյանին, գնալ եւ մերժել նրան, որովհետեւ նա Հայաստանը հերթական անգամ մտցնում է աշխարհակաղակական այնպիսի բարդ իրավիճակում, որը բավարար գիտելիքներ, փորձ, հմտություն եւ կարողություն չունի հաղթահարելու։ Եվ այսքանից հետո նա հայտարարում է, որ Պուտինը իր ընկերն է, ջերմընկերական հարաբերություններ ունի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ բառից բուն իմաստով։ Դե զանգիր քո ընկերոջը եւ ասա, որ հայկական գյուղմթերքը ինչու է սարքելել, որն է հիմնավորումը, խախտվել են նորմերը, այդ դեպքում ինչու է եվրոպական երկրները ընդունում, որտեղ նորմերը ավելի խիստ են։ Տղա ես, դատի տուր Պուտինին, ասա, որ դու խախտում ես ԵԱՏՄ-ի նորմերը։ Դե տեսնենք, իհարկե դա չես անելու։ Որովհետև քեզ ընդհանրապես հետաքրքրում է PR-ը, որովհետև սիրելի բարեկամներ, ԿՊ-ին հետաքրքրում է միայն մասսովկան, բովանդակությունը, հեռատեսությունը, ապագայի ռիսկերը չեզոքացնելը, բացարձակապես չի հետաքրքրում։ Նրանք հետո կզբաղվեն, կարևորը իրենք պահեն իրենց իշխանությունը մոլորեցնելով սեփական ժողովրդին, որ նրանց բերում են բարեկեցություն, բայց միշտ բերելով նորանորավետներ։